Գորիսի պետհամալսարանի բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի, ամբիոնի պատասխանատուների և ավարտական կուրսի ուսանողների այցի նախաձեռնությունը Արցախի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանինն է։ Նման հանդիպում կազմակերպելու միտքը Գորիսում է հղացել։ Իմ մոտ գաղափար ծնվեց հանդիպում կազմակերպել երկու պետական համալսարանների ավարտական կուրսի ուսանողների միջև, որը նպատակ է ունեցել առավել, այսպես ասենք, սերտացնելու կապերը։ Երկու բուհերի ռեկտորների կողմից այդ գաղափարը ջերմորեն է ընդունվել։ Ողջունելով հյուրերին, ԱՌՊ ռեկտոր Ստեփան Դադայանը պատմական փոքրիկ ակնարկ կատարեց, ընդգծելով այն միտքը, որ 1967 թվականին Մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բացումը ինչ որտեղ նաև նախադեպ հանդիսացավ Ղարաբաղի համար։ Գորիսում բացվեց Մանկավարժական ինստիտուտը, թուրքերը գժվեցին, Հայաստանը գալիս է։ Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը ստիպեց ինչ որ միտեղ, չեմ ասում 100%, բայց սա էլ իր տեղը ունեցավ, եւ 69-ին մենք ունեցանք, արդեն մեզ մոտ բացվեց այդ մասնաճյուղը։ Երկու բուհերի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Սյունյաց աշխարհի շատ երիտասարդներ են կրթվել Արցախի մայր բուհում։ 2000 ուսանող, 9 ֆակուլտետ եւ 12 ամբիոն ունեցող Գորիսի պետհամալսարանում այսօր էլ աշխատում են ԱՌՊՀ-ի շրջանավարտներ։ Իրենց դասախոսներից այստեղ նստած են։ Իրանց ասած տպավորությունն այնքան բարձր էր, որ հիմա մենք համոզվեցինք, որ այստեղ գոյություն ունի իրոք գիտական հզոր կառույց եւ մենք պարտավոր ենք համագործակցել այս հրաշալի համալսարանի։ Կարեն Սահակյան ուսանողական տարիների հիշողությունը թերթելով կարդաց Ղարաբաղյան երգից քառատողեր, զարմացնելով առաջին հերթին հենց իր ուսանողներին։ Մտածում եմ, սիրուց լավ բան չկա, հավատում չես, առես պաչը քեզ վկա։ Նման այցերը շարունակական կլինեն եւ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ճանաչողական փոխայցելություններով, կազմակերպելու են նաեւ դասախոսություններ, հավաստիացնում են երկու համալսարանների ֆակուլտետների ղեկավարները։ Իսկ այսօր հնչած հայտարարությունը բարեկամական կամուրջի կառուցման եւս մեկ դրսեւորում է։ Գորիսի պետհամալսարանի ոսկե մեդալով ավարտած երկու մագիստրանտ ցանկություն են հայտնել հայցորդությունը ձևակերպել Արցախի մայր բուհում։ Շուտվանից է խոսքով այդ միտքը, որ հենց տանք Արցախի պետական համալսարան։ Եվ ես դրանում այսօր համոզվեցի։ Ցանկացանք շարունակել կրթությունն այստեղ, համոզված լինելով, որ Արցախի պետական համալսարանը կտա այն կայուն գիտելիքները, որ ակնկալում է յուրաքանչյուր ուսանող։ Նման այցելությունների անհրաժեշտությունը կարևորեցին նաև ուսանողները, իսկ վերջում երկու բուհերի պատասխանատուները գրքեր եւ գիտական աշխատանքներ փոխանակեցին։ ԼՂ 20-ամյակի արդիվ հյուրերը ԱՌՊ ռեկտորատին հանձնեցին իրենց հող ու ջրի զավակ Ժիրայր Մարտիրոսյանի կտավը, որում պատկերված է 6000-ամյա պատմություն ունեցող Գորիսի ժայռափոր թատրոնը։ Գոհար Ռուստամյան, Սամվել Սայան, օր։